Կեղծ է Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութը, որ համացանց էր նետվել անցած հոկտեմբերին, շարունակում է պնդել նրա փաստաբանը։ Արսեն Բաբայանը բացահայտում է այն 3 երկրները, ուր փորձաքննության է ուղարկել տեսանյութը՝ Ռուսաստան, Սերբիա, Մոնտենեգրո։ Բոլոր փորձաքննությունների եզրակացությամբ հաստատվում է, տեխնիկական միջոցներով է ստեղծվել տեսանյութը։ Հնարավոր է արհեստական բանականությամբ, կադրերը մոնտաժված են, իրականում տեղի չի ունենում այն, ինչ կա Սրբազան հոր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող տեսանյութում։ Հստակ վկայում է ալգորիթմական արտադրության և կամ նյութի վերակառուցման մասին։ Հետևաբար, ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն։ Փաստաբանի համար անհասկանալի է քննչական կոմիտեի հայտարարությունը, թե արտասահմանյան փորձաքննության եզրակացությունը չի կարող դիտարկվել որպես ապացույց, ոչ որպես փորձագետի իրավաչափ կարծիք, քանի որ ստացվել է քրեական վարույթի շրջանակից դուրս։ Ես պատշաճության քրեական դատավարության շրջանակներում պատշաճության խնդիր չունեմ լուծելու։ Ես երբ որ այս փորձաքննությունները նշանակել եմ եւ ստացել եմ, դրա նպատակը որևէ եղանակով որպես ապացույց այն քրեական գործին կամ վարույթին չի վերաբերվում։ Ես բացարձակ ցանկություն չունեմ իրենց ներկայացնելու մի բան, որ իրենք պիտի արած լինեին, բայց մինչև հիմա չեն արել։ Ավելի վաղ Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարել էր, թե տեսանյութի փորձաքննության եզրակացությամբ տեսանյութում պատկերված տղամարդը հավանաբար Արշակ Սրբազանն է։ Կանոն չեն իրականացրել։ Փաստաբան Բաբայանի խոսքով անհայտ է, թե ով է այդ փորձաքննության հեղինակը, մասնագետ է, թե ոչ։ Հիմա եթե որևէ անձ Եվ ամենակարևորը, քննչական կոմիտեն չի տալիս գլխավոր հարցի պատասխանը։ Տեսագրության բովանդակությունը համապատասխանում է իրականությանը։ Դա մեկ էջից բաղկացած մի փորձաքննություն է։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ, թե փորձաքննության այդ նկարային մասը մեկ էջից է բաղկացած, որի կեսը այս նկարն է։ Հիմա ինչ են արել, տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ որ իրենց կարծիքով երևում է տղամարդու դեմքը։ Վերցրել են ինտերնետից Արշակ Սրբազանի կադրը, հետո ասել են, դե քիթը նման է, չգիտեմ, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում, եւ հետեւաբար կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է։ Փաստաբանը տպավորություն ունի, որ քննչական կոմիտեում շահագրգռված են առաջ տանել թեզը, թե տեսանյութում երևացող տղամարդը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։ Մինչդեռ պետք է քննություն անցկացնեն, պարզելու թե ով է մանիպուլացված թվային բովանդակության հեղինակը։ Քայլերի հետ Արշակ Սրբազանին սևացնելու անհագ ցանկությամբ աչքի է ընկնում հատկապես նախկին եպիսկոպոս Արման Սարոյանը, նկատում է Բաբայանը։ Նա էր անպարկեշտ բովանդակությամբ այդ տեսանյութը մատնացույց անելով սկսել պահանջել կաթողիկոսի հրաժարականը։ Պնդմամբ, թե նա դիվանապետի պաշտոնից չի ազատել սկանդալի կենտրոնում հայտնված Արշակ Սրբազանին։ Նախկին Գևորգ Սրբազանի մասով։ Կարծես թե ամենաշահագրգիռ անձանցից մեկը ինքը լինի, որ առիթը բաց չի թողնում ամենատարբեր հարցազրույցներում անդադար պնդումներ անելու, թե դա հաստատված փաստ է, թե դա եղած փաստ է, կարծես չգիտեմ, կամ նկարանում նա ինքը իրականացրել, կամ դրա մոնտաժը։ Երկուսից մեկը գոնե պիտի իրականացրել, որ նման պնդում աներ։ Իր հարցազրույցներից մեկում կարգալույց եպիսկոպոս Արման Սարոյանը ասել էր, թե ինքը ցույց է տվել կաթողիկոսին այդ տեսանյութի քննչական կոմիտեի առած փորձաքննությունը։ Նախկին Գևորգ Սրբազանին, Արման Սարոյանին ասվել է, որ այդ եզրակացությունը քո ձեռքում չէր կարող լինել։ Եթե այդ փորձաքննության եզրակացությունը քո ձեռքում է անօրինական ճանապարհով, հետեւաբար ես հրաժարվում եմ մասնակից լինել դրան եւ ծանոթանալ այդ փորձաքննությանը։ Բաբայանը հիշեցնում է, որ Արման Սարոյանին առնչվող մի սկանդալային ձայնագրություն է վաղուց շրջում համացանցում, ու նրան խորհուրդ է տալիս դա փորձաքննության ուղարկել։ Նախկին հոգեվորականի Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Եվանի Ղանդիլյան, Հայլուր։ Մենք այդ եզրակացությունը